Բարև ձեզ, հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ։ Այսօր 26 թվականի ապրիլի 12-ն է և ընդամենը 2 ամիս հետո հունիսի 7-ին տեղի ունենալու ազգային ժողովի ընտրությունները։ Ինչ որ դուք այսօր կլսեք այս եթերում, իմացեք, որ ես ձեզ խաբում եմ։ Իմ նպատակն է ձեզ մոլորեցնել, որպեսզի ճշմարտությունը չիմանաք։ Ճշմարտությունը ձեզ ասում են բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են ընտրություններին, այդ ազնիվ տղաները, որոնք գիշեր-ցերեկ մտածում են ձեր մասին, ավելի շատ են մտածում ձեր մասին և հրավիրում են ձեզ ընտրությունների։ Գնացեք այդ տղաներին լսեք, այդ ազնիվ տղաներին, Փաշինյան Նիկոլին, Քոչարյան Ռոբերտին, Սարգսյան Սերժին, Ծառուկյանին, Կարապետյան Սամվելին, Սասնա Ծռերին, բոլորին, ովքեր մասնակցելու են այս ընտրություններին։ Նրանք գիշեր-ցերեկ ձեր մասին են մտածում։ Իմ նպատակն է ձեզ խաբել, մոլորեցնել։ Դուք գիտեք, դա ձեր ընտրությունն է։ Ընդհանրապես դուք ի վիճակի եք ինֆորմացիան լսել, վերլուծել ու հասկանալ, ճիշտը սխալից տարբերել, սուտը ճշմարտությունից տարբերել, ես չգիտեմ արդեն։ Ժողովուրդ ջան, աշխարհում այսօր ապրում է 25 տարեկանից բարձր մոտորապես պլյուս մինուս 10 միլիոն հայություն։ Եվ գիտեք ինչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երկոտանի մարդանման կենդանի է։ Իհարկե, պատճառները բազմաթիվ են, բայց ամենագլխավոր պատճառներից մեկը դա այդ 10 միլիոն հայության մեծամասնության միամտության, մեծամտության, տգիտության, անգրագիտության, անխելքության հետևանքն է, արդյունքն է։ Չէր կարող պատահել, որ ազգի իմացության մակարդակը լիներ բարձր և նա իրեն վարչապետ ընտրեր, բերեր, դարձներ սրա նմանին։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, Փաշինյան Նիկոլը ինչ մակարդակ որ ունի, նա համապատասխանում է մեր ազգի մեծամասնության մակարդակին։ Չէր կարող ազգը յուրաքանչյուր ներկայացուցիչ ազգի, եթե մեծամասնությունը ավելի բարձր մակարդակ ունենար և սրա նման պարազիտին բերեր իշխանության, որպեսզի մարդը կարողանա ավելի բարձր մակարդակի ինչ-որ մեկին ընտրություն կատարի, դարձնի ազգի ղեկավար, պետության ղեկավար, նախ այդ մարդը ինքը պետք է իր մակարդակը բարձրացնի։ Հիմա 2018 թվականից անցել է արդեն 8 տարի։ Արդյոք փոխվել է մեր ազգի մեջ ինչն է փոխվել, ազգի գիտակցությունը արդյոք բարձրացել է, մեզանից յուրաքանչյուրը ինչ է փոխել իր մեջ, ինչ է փոխվել մեր էության մեջ, կարողանալու ենք ավելի բարձր մակարդակի ղեկավար ընտրել, որպեսզի մեր երեխաները երջանիկ ապրեն ապագայում։ Ես համոզված եմ, որ ոչ, ես չեմ տեսնում որևէ փոփոխություն և հունիսի 7-ին կրկին անգամ նույն սխալն ենք թույլ տալու։ Ընտրություններին մասնակցելով
ընտրություններին մասնակցելով, ժողովուրդ ջան, մենք նպաստում ենք, որպեսզի այս ջհուդական համակարգը նորից վերարտադրվի։ Արդյոք հասկանում եք, թե ինչ եմ ասում, ջհուդական համակարգը նորից վերարտադրվի։ Օրինակ, ինչ կարծիք կկազմեիք մի մարդու մասին, որ ապրում է 21-րդ դարում, ապրել է արդեն 50-60 տարեկան է, մեկին գումարած մեկ չիմանա այդ մարդը։ Ամոթ է, չէ՞։ Իմացեք, որ այդ նույն այդպիսի մի մակարդակում մենք գտնվում ենք ազգովի։ Մեր ազգը չգիտի ինչ է հայրենիքը եւ ինչ է պետությունը։ Երբ ես ասում եմ, այս ջհուդական համակարգը վերարտադրվի, եթե դուք չգիտեք ինչ է հայրենիք եւ ինչ է պետությունը, չեք տարբերում իրարից, ապա իմ ասելիքը դուք չեք հասկանալու։ Մեր ազգը իհարկե բազմաթիվ դրական հատկանիշներ ունի, բայց ինչ չի հետաքրքրում մեր ազգի դրական հատկանիշները, որովհետև մենք տուժվում ենք մեր բացասական հատկանիշներից։ Եվ հիմա ես ցանկանում եմ մի օրինակ բերել, որպեսզի հասկանաք, թե ինչու եմ ես այդպիսի եզրակացության հանգել։ Նայեք, ժողովուրդ ջան, մեր հայրենիքը հայկական լեռնաշխարհն է։ Այն տարածքով կազմում է մոտորապես պլյուս մինուս 300,000 քառակուսի կիլոմետր։ Եվ մեր հայրենիքը ամբողջությամբ բռնազավթված է։ Մեր հայրենիքի տարածքում այսօր գործում է 5 պետական կառավարման համակարգ։ Որոշ տարածքներում գործում է Վրաստանի պետական կառավարման համակարգը, որոշ տարածքներում Ադրբեջանի պետական կառավարման համակարգը, որոշ տարածքներում Թուրքիայի եւ Իրանի պետական կառավարման համակարգը։ Իսկ այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածքում, որտեղ մենք ենք այսօր ապրում, գործում է Հայաստանի Հանրապետություն կոչվող պետական կառավարման համակարգը։ Ինչ տարբերություն կա այս տարածքների միջև։ Տարբերությունը գիտեք որն է, որ այն 270,000 քառակուսի կիլոմետր տարածքը արդեն հայաթափվել է։ Մեր հայրենիքը իր տեղում է։ Ուղղակի մեր հայրենիքի այդ տարածքները 270,000 քառակուսի կիլոմետր տարածքը արդեն հայաթափվել է։ Եվ միայն այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածքում է, որ տեղի բնակչության մեծամասնությունը դեռ հայեր են, 95%-ը դեռ հայերն են կազմում։ Հասկանում եք, հայրենիքը ինչ է, պետությունը ինչ է, հայրենիքը դա տարածքն է։ Այն ոչ մեծացել է, ոչ փոքրացել է։ Իր տեղում է։ Հայրենիքը դա հողն ու ջուրն է, բուսականությունն է, անտառներն են, գետերը, լճերը, ժայռերը, ձորերը, դաշտերը, սարերը, դա է հայրենիքը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքի այս փոքր տարածքում, այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածքում գործող պետական կառավարման համակարգն է, թե ինչ կանոններով մենք ապրենք։ Եթե երկրի տարածքում, ինչ-որ մի տարածքում ապրում է բնակչություն, եւ այդ տարածքում չհիմնադրվի պետություն, կառավարման համակարգ, ապա այդ երկիրը կվերածվի քաոսի, ով ինչ ուզենա անի, հասկանում եք։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տարածքում պետություն հիմնադրվի։ Այսօր փողոցում մոտենաս ցանկացած մարդու հարցնես, եղբայր, Հայաստանի Հանրապետությունը քո համար ի՞նչ է, պատասխանելու է ախպեր, Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ոչ եղբայրս։ Դա նշանակում է, որ մեկին գումարած մեկ չգիտեք, եթե մարդը չգիտի ինչ է հայրենիք, ինչ է պետություն։ Այդ նույն տրամաբանությամբ դուք կարող եք ասել, որ Թուրքիան իմ հայրենիքն է, Ադրբեջանը իմ հայրենիքն է, ոչ, իմ հայրենիքի 80,000 քառակուսի կիլոմետր տարածքում գործում է Ադրբեջան կոչվող պետական կառավարման համակարգը։ Թուրքիայի պետական կառավարման համակարգը, Թուրքիա կոչվող պետական կառավարման համակարգը գործում է մոտորապես 800,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, տարածքում։ Այդ 800,000 քառակուսի կիլոմետր տարածքից ինչ որ մի մասը մեր հայրենիքն է, մեր հայրենի տարածքն է, մեր պապերի բնակավայրն է, որը
բռնազավթվել է։ Ես այնքան հասարակ բան եմ բացատրում, ես 21-րդ դարում այսօր իմ ազգին ուզում եմ հասկացնեմ, ինչ է պետություն եւ ինչ է հայրենիք։ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 35 տարի առաջ, 91 թվականին։ 36 տարի առաջ ինչ որ մեկին աշխարհում 7 միլիարդ մարդ էր ապրում, մոտենայիր ասեիր ախպեր ինձ ասա Հայաստանի Հանրապետությունը ինչ է, կասեր արա դու ցնդել ես, ինչ Հայաստանի Հանրապետություն 36 տարի առաջ Հայաստանի Հանրապետություն հասկացողություն բնության մեջ գոյություն չուներ։ Ինչ է դա նշանակում է 36 տարի առաջ դուք հայրենիք չունեիք։ 36 տարի առաջ ուղղակի այս տարածքում իմ հայրենիքի այս փոքր տարածքում 30,000 քառակուսի կիլոմետր տարածքում գործում էր այլ պետական կառավարման համակարգ եւ այդ կառավարման համակարգը այդ պետությունը կոչվում էր ինչպես էր կոչվում հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն ճիշտ է եթե 40 տարի առաջ մեկին հարցնեիր ինչ է քո համար սովետական Հայաստանը ինչա պատասխանելու էր իմ հայրենիքն է իսկ այսօր մեկին հարցնեմ քո համար ինչ է սովետական Հայաստանը կասեր հենց հիմա այսօր կասեք չէ այ ախպեր սովետական Հայաստանն այլևս գոյություն չունի չէ գոյություն չունի ինչա ձեր հայրենիքը անհետացավ վերացավ չկա է ոչ այ ախպեր այդ տարածքում գործող մի պետական կառավարման համակարգը փլուզվեց Եվ հիմնադրվեց մեկ այլ պետական կառավարման համակարգ, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Ինչ դժվար բան եմ բացատրում, ինչը հասկանալի չի։ Ինչ է պետություն եւ ինչ է հայրենիք։ Հայրենիքը դա հողն ու ջուրն է, իսկ պետությունը տվյալ տարածքում գործող պետական կառավարման համակարգը։ Պետությունը Եվ հայրենիքը դրանք տարբեր բառեր են, հարգելիներս, տարբեր բառեր են, ունեն տարբեր իմաստներ։ Պետությունը դա համակարգ է, կանոնների համակարգ, կանոններ են։ Իսկ հայրենիքը տարածք է, չեք զգում տարբերությունը։ Ես ամաչում եմ, որ այսքան հասարակ բանը պետք է բացատրեմ, որպեսզի մենք ապագա ունենանք։ Արդյոք սա տգիտության, անգրագիտության հետևանք չէ։ Պետությունը հիմնադրվում է, ժողովուրդ ջան, իսկ հայրենիքը չի հիմնադրվում, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Հայրենիքը մենք նվեր ենք ստացել Աստծուց, Արարչից, ավելի զարգացած քաղաքակրթություն, որը ստեղծել է մարդ արարածին, այն ցեղատեսակներին, որ տվել է հայոց լեզուն, այդ ցեղատեսակներին նվեր է տվել այս տարածքը հայկական լեռնաշխարհը որպես հայրենիք, որպես բնակավայր նվեր ենք ստացել Աստծուց իսկ պետությունը մենք արդեն տեղի ժողովուրդը կամ պետություն հիմնադրում ենք այդ տարածքում կամ էլ չենք հիմնադրում մեր հայրենիքի տարածքում տարբեր ժամանակներում տարբեր պետություններ են գոյություն ունեցել հիմնադրվել եւ փլուզվել Կիլիկիա, Ուրարտու, Վանի թագավորություն Հիմա ես ձեզ հարցնեմ Կիլիկիան ի՞նչ է քո համար ասելու եք իմ հայրենիքն Ոչ, այ ախպեր Կիլիկիա պետությունը այլևս գոյություն չունի բայց հայրենիքը իր տեղում է Հասկանալի է դա ձեզ ժողովուրդ ջան Պետությունը կարելի է համեմատել օրինակ գործարանի հետ Եվ պետությունն է հիմնադրվում, և գործարանն է հիմնադրվում, պետությունն է ունենում հիմնադիրներ, գործարանն է ունենում հիմնադիրներ, պետությունն է ունենում կանոններ, գործարանն է ունենում կանոններ, հասկանում եք իրար նման են, պետությունն է ունենում կառավարիչներ, և գործարանն է ունենում կառավարիչներ, օրինակ հիմա պատկերացրեք Ինչ-որ մի տարածքում ես իմ երկու եղբայրների հետ ինչ-որ մի գործարան ենք հիմնադրել։ Ձեր կարծիքով այդ գործարանի կառավարիչներին ով է ընտրում։ Գործարանի բանվորները,
Գործարանի բանվորներն են որոշում կայացնում, թե ով է լինելու այդ գործարանի ցեխ ինչ-որ մի ցեխի начальник։ Ավետիք ջան, բարև։ Հետո ես քո հարցին կպատասխանեմ, քո մեկնաբանությանը։ Գործարանի բանվորներն են որոշում, թե գործարանի գլխավոր հաշվապահը ով լինի գործարանի գլխավոր ինժեներ, կամ պահեստապետ, կամ գործարանի դիրեկտոր։ Բանվորներն են որոշում։ Որոշում են այդ գործարանի հիմնադիրները, չէ՞։ Նույն ձև է նաև պետության պարագայում։ Պետությունը ունենում է հիմնադիրներ։ Եվ 1991 թվականին այս պետությունը հիմնադրվել է։ Հիմա ովքեր են հիմնադիրները։ Ես, ժողովուրդ ջան, չգիտեմ, ոչ նրանց անուն ազգանունները գիտեմ, ոչ դեմքով եմ ճանաչում։ Հիմա հունիսի 7-ին ընտրություններ են։ Ես ինչու եմ ասում մի մասնակցեք ընտրություններին, ոչինչ չի փոխվելու, որովհետև պետությունը ով հիմնադրել է, պետությունը հիմնադրվում է երկու նպատակով, կամ հիմնադրվում է այդ տարածքի բնակչության շահերից ելնելով, կամ էլ հիմնադիրները պետությունը հիմնադրում են իրենց անձնական, սեփական, ընտանեկան շահերից ելնելով։ Հասկանում եք, ժողովուրդ։ Հիմա 91 թվականին այս պետությունը հիմնադրվել է, ես դեմքով չեմ իմանում, ովքեր են հիմնադիրները։ Կա ձեր մեջ ինչ-որ մեկը, որ իմանում է, ճանաչում է։ Հիմա ազգային ժողովի ես բոլորը ձեզ խոստումներ են տալիս, եկեք ինձ ընտրեք, հունիսի 7-ին եկեք մեզ ընտրեք։ Իմ մոտ հարց է առաջանում, այս Կարապետյան Սամվելա, Քոչարյան Ռոբերտա, բոլորին անխտիր առանց բացառության, որ այդ ձեզ խոստումներ են տալիս։ Իրանք ճանաչում են հիմնադիրները ովքեր են, որ ձեզ խոստումներ են տալիս։ Պատկերացրեք գործարանում ընտրությունները, գլխավոր հաշվապահի ընտրությունները, ինչ որ մի տեխնացու գալիս է ու ասում է, իմանում եք բանվորներ, ինձ ձայն տվեք, ես ձեր աշխատավարձը կբարձրացնեմ։ Իմանում եք այդ երբ է հնարավոր այդ տարբերակը։ Եթե այդ տեխնացուն հիմնադիրների հետ խոսացել է, գործարանի հիմնադիրների հետ, հիմնադիրները ասել են, գնա, դու ասա, որ բանվորներ, ձեր աշխատավարձը $100-ից կբարձրացնենք 200, թող քեզ ձայն տան։ Իսկ եթե նա չի խոսացել, չի պայմանավորվել հիմնադիրների հետ եւ ձեզ խոստումներ է տալիս։ Հիմնադիրները հետո ձեր կանչելու են այդ տեխնացուին, կանչելու են, ասելու են, այդ տղա, այդ որ դու այս խոստումներ էիր տալիս, այս գործարանը մենք ենք հիմնադրել, որ այս մարդկանց աշխատավարձը բարձրացնելու ես, դե լա բարձրացրու։ Այս գործարանը հիմնադրել եմ, որ ես փող աշխատեմ։ Չեն ասելու հիմնադիրները։ Ու ասելու են, արա այդ ջահել։ Մենք ենք հիմնադիրը, ոնց ասենք հնենց է լինելու։ Դու ով ես, քեզ ու քեզ խոստումներ ես տվել։ Հիմա այս պետության պարագայում, այս բոլոր Ռոբին Հուդերը, Ռեմբոները, որ դուրս են եկել ընկել ասպարեզ ու ձեզ խոստումներ են տալիս։ Մեկը խաղաղություն է բերում, մեկը արդարություն է բերում, մեկը ուժեղ Հայաստան է բերում, մեկը եսիմ ինչ զիբիլ է բերում։ Քիչ են դուրս գալիս, ասում ժողովուրդ ջան, այս պետության հիմնադիրները, այս Պողոս Պետրոս Մարտիրոսն են, մենք անձամբ ճանաչում ենք, մեզ ձայն տվեք, որ եկանք իշխանության, մենք այս հիմնադիրներին դուրս գանք ասենք, այ Պողոս Պետրոս Մարտիրոս, ձեններդ կտրեք, դրանք էլ դուրս են գալու ու ասելու են, դե իմանում ես, բան ջան, Կարապետյան Սամվել ջան, քանի որ դու ասում ես, մենք մեր ձենը կտրենք, մենք մեր ձենը կտրելու ենք, հա? Թող դուրս գան խոսան, ասեն, այս հիմնադիրները սրանք են։ Ժողովուրդ ջան, մի հատ այդ որ մասնակցում եք միտինգների, մի հատ ձեր մեջ ես այս ավազակների միտինգներին, այս սրիգաների միտինգներին ոչ ցանկանում եմ մասնակցել, ոչ էլ ես իմանում եմ իրանք ովքեր են։ Իրանք նպատակ էլ չունեն մեր կյանքը ինչ-որ մի բանով, դրանք ծառայության մեջ են։
Մի հատ հարց ուղեք դրանց։ Ասեք, ճանաչում եք այս պետության հիմնադիրներին։ Տեսեք ինչ են պատասխանելու։ Իսկ եթե չեք ճանաչում, ո՞նց եք խոստումներ տալիս ժողովրդին։ Դե ժողովուրդը իմանում եք, միամիտ եք, ոչ տրամաբանություն ունեք, որ այդպիսի հարց տաք։ Նրանք էլ կռուտիտ են ելնելու, իմանում եք ինչ են ասելու, ասել են պետության հիմնադիրները ժողովուրդն է։ Այս պետությունը հիմնել է ժողովուրդը։ Դե հիմա ես տեսեք ինչ եմ, ես ցանկանում եմ մեր սահմանադրությունից, այսինքն ոչ թե մեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից եւ անկախության հռչակագրից մի քանի մտքեր, կետեր ցիտել, տեսեք ինչ է տեղի ունեցել ժողովուրդ։ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է եւ Հայաստանի սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների եւ նպատակների վրա։ Հայաստանի սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ. հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հասկանալի է, չէ՞, այսինքն անկախության հռչակագիրը հիմքն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սահմանադրության։ Հիմա ես կարդամ Հայաստանի անկախության հռչակագրի 7-րդ կետում ինչ է գրված։ Գրված է. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, ժողովուրդ ջան, լսեք, նրա ժողովրդի սեփականությունն է։ Հողը, ջուրը, ազգային բոլոր օդային տարածությունը, բնական պաշարները ժողովրդի սեփականությունն է։ Իսկ ինչ է գրված Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետում։ Գրված է. ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են։ Մի բան հասկացաք, չզգացիք, որ ինչ-որ մի հակասություն կա այստեղ։ Անկախության հռչակագիրը հիմք է հանդիսանում սահմանադրության, անկախության հռչակագրում գրված է, որ ընդերքը, բնական պաշարները, օգտակար հանածոները ժողովրդի սեփականությունն են, իսկ սահմանադրության մեջ գրված է պետության սեփականությունն է։ Ձեր համար պարզ չի, որ այդ պետության հիմնադիրները, որ 91 թվականին այն համահայկական ազգային շարժումը, որ սկսվել էր, անկախություն էին գոռում բռուսներով, այդ շարժումը ինչ-որ մարդիկ, ինչ-որ խումբ մարդիկ կարողացան իրենցով անել, իրենց կադրերից մեկին դարձնել այդ շարժման ղեկավար, քորին, եւ հետո սահմանադրությունը գրելիս իրենք այն կաբինետում միտեղ մի գրասենյակում, որ նստել էին, պետք է արդեն որպես պետություն ամբողջ աշխարհին ներկայացնեն, որ այս տարածքում նոր պետություն է հիմնադրվել, այդ սրիգաները, որոնց ես դեմքով չեմ ճանաչում, իրար մեջ գցել, բռնել են ու ասել են եկեք մենք այս սահմանադրության մեջ անկախության հռչակագրի այդ կետը, որ ժողովրդի սեփականությունը, որով նշանակում է, որ յուրաքանչյուր տեղի բնակիչ բաժնետեր էր ընդերքի շահագործումից։ Իրենք պայմանավորվել են, վերցրել, գրել են պետության սեփականությունն է։ Հասկանում եք, ինչ է նշանակում ժողովրդի սեփականություն։
եւ պետության սեփականություն։ Պետությունը ունի հիմնադիրներ, դա նշանակում է նրանք վերցրել գրել են իրենց սեփականություն որպես հիմնադիրներ։ Նորից օրինակ բերեմ գործարանից, կներեք։ Գործարանում կան ստանոկներ, չէ՞, հաստոսներ, ֆրեզի ստանոկ, տոկարի ստանոկ, հազար ձևի ստանոկներ կան։ Այդ ստանոկները ում սեփականությունն են, բանվորների, աշխատողների, թե հիմնադիրների։ Հիմնադիրների սեփականությունն է, չէ՞։ Հիմա այս պետության հիմնադիրները, այդ սրիկաները սահմանադրությունը վերցրել գրել են, որ պետության սեփականությունն է, այսինքն դարձրել են իրենցը։ Հասկանում եք։ Ինչ կա այստեղ չհասկանալու։ Եվ իմանում եք այստեղ ինչ նրբություն կա, որ ես 8 տարի բացատրում եմ, ժողովուրդ ջան, չեք հասկանում, չեք ընդունում։ Երևի մտածում եք, ես ձեզ խաբում եմ, իմ նպատակն է ձեզ խաբել։ Իսկ այս սրիգաները, որոնք համակարգին են ծառայում, իրենք ազնիվ տղաներ են, ձեր համար իրենց քունը չի տանում։ Անձնագրի մասին օրենքում գրված է անձնագիր ստանալը կամավոր է, այսինքն, երբ որ ձեր 16 տարեկանը լրանում է, որպես տեղի բնակիչ, ձեզ ինչ-որ մեկը չի խնդրում, ասում, իմանում ես, արի պետության քաղաքացի դարձի։ Դուք ինքներդ ձեր ոտքով գնում եք մտնում այդ համակարգի, պետական համակարգի մարմիններից մեկը, պասպորտ սեղան, եւ ասում եք ինձ անձնագիր տվեք, կամավոր։ Անձնագրի մասին օրենքում գրված է անձնագիր ստանալը կամավոր է, այսինքն դուք պայմանագիր եք կնքում տվյալ պետական համակարգի հետ։ Այս մեր հայրենիքայից 30,000 քկիլոմետր տարածքում գործում է պետական կառավարման համակարգ, դուք այդ համակարգի հետ սկսում եք համագործակցություն, պայմանագիր եք կնքում, պայմանագիրը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, որտեղ ընդերքը պետության հարստությունն է, պետության հիմնադիրների հարստությունն է, սեփականությունն է, այսինքն դուք ձեր չափաբաժին, պղինձը, ոսկին, երկաթը, ջերմուկը, ջերմուկի ջուրը, արտիքի տուֆը, որ դուք ունեիք ձեր չափաբաժինը, դուք տվել եք այս պետության հիմնադիրներին, կամավոր։ Ինչ կա այստեղ չհասկանալու, որ ես փաստ եմ խփում ձեր ճակատին, որ ձեր ուղեղի մեջ մտնի, որ դուք կամավոր հրաժարվել եք ձեր չափաբաժին երկաթից, պղնձից, ոսկուց, բնական ռեսուրսներից, ձեր բնական ռեսուրս թթվածինից, թթվածինը բնական ռեսուրս է։ Դուք ձեր չափաբաժին, որ դուք պետք է որպես մարդ հարարած շնչեք, ձեր չափաբաժին թթվածինի պաշարից կամավոր հրաժարվել եք։ Դրա համար, եթե դուք այս պետության հիմնադիրների շահերին հակասող ինչ-որ գործողություն անեք, նրանք իրավունք ունեն ձեր թթվածինը կտրեն, ձեր կիսլարոդը կտրեն, ձեզ գնդակահարեն ու պատասխանատվության չենթարկվեն։ Դուք կամավոր հրաժարվել եք, ժողովուրդ ջան։ Ինչ կա այստեղ չհասկանալու, դա մեկին գումարած մեկը, ես 8 տարի բացատրում եմ, ձեր այդ տափակ ուղեղների մեջ չի տեղավորվում, որ դուք կամավոր հրաժարվել եք ձեր հարստությունից։ Ու դուք ցանկանում եք լավ ապրել։ Համակարգը այսպիսինն է, լավն է, վատն է, այսպիսին է, բայց դուք կամավոր մտնում եք այս համակարգի մեջ, ուրեմն դուք համաձայն եք սահմանադրության բոլոր կետերին։ Ինչու եք դժգոհում ձեր կյանքից։ Խեք դժգոհում, ժողովուրդ ջան։ Ես բացատրում եմ պատճառը որտեղ է, սխալը որտեղ է, եկեք տեր կանգնենք մեր սեփականությանը, մեր դա կոչվում է, ռուսերեն կոչվում է естественное право, հայերեն կոչվում է բնական իրավունք։ Ես ցանկանում եմ ին բնական իրավունքը վերականգնեմ։
ու մեր բոլորի բնական իրավունքը վերականգնենք, որ եթե դու ծնվել ես այս շարիկի վրա, դու իրավունք ես ստանում այս շարիկի ընդերքում, այս հիմա մեր հայրենիքը այս հայկական լեռնաշխարհն, այս հայկական լեռնաշխարհում ինչ բնական ռեսուրսներ, օգտակար հանածոներ կան, մեր սեփականությունն են։ Ունեմ իմ չափաբաժինը, իմ երեխան, իմ ընտանիքում մի նոր երեխա ծնվեց, այդ բոլոր պաշարները արդեն բաժանվում է այդ երեխային էլ հաշվի առնելով, նա էլ ունի իր չափաբաժինը։ Եկեք այդ մեր բնական իրավունքը վերականգնենք։ Ինչ կա անհասկանալի։ Պետությունը գործարանից գիտեք ինչով է տարբերվում, որ պետությունը օժտված ավելի լայն ֆունկցիաներով եւ հնարավորություններով։ Բայց դա իմ հայրենիքը չէ, պետությունը գործող սիստեմն է։ Հիմա ես ասում եմ, այս սիստեմը վատ սիստեմ է, բայց այս սիստեմը ովքեր որ հիմնադրել են, ոչ ես դեմքով եմ ճանաչում, ոչ անազգանները գիտեմ, բայց ես տեսնում եմ, որ ինձ երեխայի պես խաբել են։ Հիմա ես հասկացել եմ, որտեղ են խաբել, ասում եմ, եկեք դզենք այս սխալը։ Այս պետությունը փլուզենք, նոր կառավարման համակարգ հիմնադրենք։ Ինչ է ես ասում եմ, եկեք մեր հայրենիքը քանդենք, որովհետև պետությունը հայրենիք չէ, հայրենիքը տարածքն է, պետությունը կանոններն են, ինչ կանոններով ապրենք։ Եկեք ես լավ կանոններ եմ ձեզ առաջարկում, եկեք այս կանոնները, այս համակարգը ճղենք, շպրտենք, համակարգից դուրս գանք, անձնագրերով դուրս գանք, փլուզվի այս համակարգը, քանի դուք անձնագիր եք վերցնում, այս համակարգը գործելու է։ Մեր հայրենիքի տարածքում գործում է նաև այն Կասպից ծովի կողքերը, ուրիշ համակարգ է գործում։ Այն տարածքում գործում է Ադրբեջանի պետական կառավարման համակարգը, ինչը Ադրբեջանը ձեր հայրենիքն է։ 200 տարի առաջ Ադրբեջան հասկացողություն չկար, չէ՞։ Բայց մեր հայրենիքն է, չէ՞, մեր հայրենի հողերն են, մեր բնակավայրն է, չէ՞։ Ուղղակի հայաթափվել է։ Այդ տարածքում էլ ուրիշ այդ տեղի բնակչությունը ուրիշ կանոններով են ապրում, այն կանոնները Ադրբեջանի պետական կառավարման համակարգի կանոնները այս տարածքում չի գործում։ Եկեք այդ համակարգը փլուզենք, անհասկանալի բան եմ ասում։ Ես ներվային եմ դառնում, իսկական, այսքան հասարակ բան դեբիլ եք։ Եկեք այս պետությունը, այս պետական կառավարման համակարգը փլուզենք։ 35 տարի առաջ մենք ուրիշ կանոններով էինք ապրում, գործում էր այլ պետական կառավարման համակարգ, կոչվում էր խորհրդային, փլուզվեց, չէ՞։ Ինչ եղավ, հայրենիքը քանդվեց, թե մենք ցնդանք հոտ։ Մենք այս տեղի բնակիչներն ենք, ունենք ծննդյան վկայականներ, որ այս տարածքում ենք ծնվել։ Ուրեմն այս մեր հայրենի հողն է։ Ազգությամբ հայերեն ենք խոսում։ Հիմա գործում է պետական կառավարման Հայաստանի Հանրապետություն է կոչվում։ Իմ մտերիմները, բարեկամները բոլորը ասում են, Ալիկ, երբ որ դու եթեր ես դուրս գալիս, մի քիչ կոռեկտ խոսավ, ես իմ ինչ տհաճ արտահայտություններ մի արա, ես չեմ դիմանում, ժողովուրդ ջան։ Ես նորից եմ, ես պետք է ասեմ, ես թքած ունեմ այս Հայաստանի Հանրապետության վրա, նրա վարչապետի վրա, նրա ազգային ժողովի վրա, նրա պատգամավորների վրա, որովհետև իմ բնական իրավունքները այս սահմանադրությամբ ոտնահարված է։ Ու ես դիմել եմ դատական մարմիններին, այնպես չի, որ առանց որևէ ճանապարհ փնտրելու, որպեսզի վերականգնեմ, այսօր դուրս եմ գալիս ու նրանց հայհոյում եմ։ Ոչ, ես դիմել եմ դատական մարմիններին, որպեսզի իմ բնական իրավունքը վերականգնեմ։ Բայց նրանք թքած ունեն իմ դիմումի վրա։ Դու ես էլ թքած ունեմ իրանց վրա։ Բայց ի՞նչն է փոխվում, ոչինչ չի փոխվում, չէ՞։ Ու նորից իմացեք, ոչինչ էլ չի փոխվելու, քանի գործում է այս պետական կառավարման համակարգը, դուք հանձնագրով ունեք Հայաստանի Հանրապետության հանձնագիր, դուք ստրուկ եք, դուք ստրուկի կարգավիճակ ունեք։ Դուք կամավոր հրաժարվել եք ձեր բնական ռեսուրսներից, թթվածնից, պղնձից, երկաթից, վատ կլիներ, որ
Քաջանի պանձամոլիբդենային գործարանի շահագործումից, այսինքն հանքի շահագործումից, մեզանից յուրաքանչյուրը չափաբաժին ստանար, վատ կլիներ։ Պետական ծախսերը ինչ, պետական ծախսեր կա, թոշակառուների աշխատավարձար, ես իմ թոշակա, բան ես, ուսուցիչների, բժիշկների, բանակի ծախսերը, ինչ կծախսվեր, մնացածը ինչ կմնար, կբաժանվեր մեզանից յուրաքանչյուրի միջև, հավասար 3 միլիոնի միջև, վատ կլիներ, վատ բան եմ ասում։ Ես ասում եմ, եկեք մեր բնական իրավունքը վերականգնենք։ Դուք էլ դեբիլի պես, ձեր ցավը տանեմ, իսկականից, դուք իմ քույրեր ու եղբայրներ եք, բայց տգետ եք, ես ինչ անեմ ձեր հետ, ընտրությունների եք գնում, կառավարիչներին փոխեցիք, մի կառավարիչի հանեցիք, ուրիշին բերեցիք, ինչն է փոխվելու, եթե հիմնադիրները նույնն են, համակարգը նույնն է, սիստեմը նույնն է, ինչն է փոխվելու։ Այսքան անուղեղ կլնեք, որ դուք եք։ Ու դուք իմ քույրեր ու եղբայրներն եք, այո, ցավալի է, որ այդքան տգետ եք։ Այնպես չի, որ ես իմացել եմ։ Նույն տգետն էլ եղել եմ մինչև այս ինֆորմացիա իմանալը, ինչ որ մեկը կարող էր ասել, դու անգրագետ ես, այսքան հասարակ բանը չգիտեիր։ Այո, չգիտեի, բայց իմացել եմ 8 տարի ես այս Հայաստանում եմ, եկել եմ Միշտ դուրս եմ գալիս ուղիղ եթեր, ձեզ ասում եմ այդ մասին, բայց ձեզ կամ ասած կամ չասած, այստեղ են ասում են 3 տեսակի մարդ կա, մեկը ստեից չի մտնում, դուք այդ տեսակն եք երևի, կամ էլ մի տեսակը մտնում մնում է, այդպիսի մի տոկոս են, որ մտնում, նստում, վերլուծում են, թե ինչ լսեց, կամ էլ ստեից մտնում, ստեից դուրս է գալիս, դուք ո՞րն եք, կամ չի մտնում, կամ մտնում դուրս է գալիս։ Փողի մեռած ազգ եք, էդ էլ ասեմ, փողի մեռած ազգ եք, գնացեք Կարապետյան Սամվելի են միտինգին, 5000 դրամ կարող է փող ստանաք, մի կիլո միս առնեք, խորոված անեք ուտեք, այդ եք դուք, հետո էլ մեզ խոսակ։ Ինչ ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, ես ձեզ ինչ ասեցի, խաբեցի ձեզ, գնացեք այդ ազնիվ տղաներին, գնացեք ընտրություններին, այս սրիգաներին նորից ընտրեք, 6 տարի ձեր երեխաների ապագայից նույնիսկ գողացեք, հետո նորից մի ուրիշ 6 տարի հետո գնացեք մի ուրիշ դեմքով Նիկոլ բերեք, մի ուրիշ դեմքով Լևոն բերեք, ուրիշ դեմքով Կարապետյան Սամվել բերեք, ինչ տարբերություն, կառավարիչներին փոխում եք, այդ եք այդքան միամիտ ժողովուրդ։ Ախր ձեր հետ խոսելու ձեզ կտնեք գիտունի տեղ կդնեք, ձեր իրավունքները ոտնահարված է, ձեր իրավունքները, ես իմ իրավունքների համար պայքարում եմ, որ վերականգնեմ, դուք ինչ եք անում, ձեզ զրկել են ձեր չափաբաժին ոսկուս, պղնձից, որ դուք կարաք աղայի պես ապրեք, հարուստ երկիր ենք, այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածք աշխարհում չկա մի այդպիսի տարածք, որ այդքան հարստություն ունենա։ Աստծո կողմից այդքան նվեր ենք ստացել, իսկապես նվեր ենք ստացել, որ մենք բոլորին, այս աշխարհին օրինակ ցույց տանք, թե ինչպես կարելի է ապրել։ Ստրուկի հոգեվիճակ ունեք ու չեք կարողանում դուրս գալ։ Դուք ձեր գենի մեջ է, ինչի է, ես իմանում եմ պատճառներից շատը որն է, որ այս վիճակի ենք հասել։ Հիմա չեմ ցանկանում կպնել այս քրիստոնեությանը ու այս եկեղեցիներին։ Ախր ինչ կա չհասկանալու, որ ես ձեզ այսքան 8 տարի բացատրում եմ, չեք հասկանում, չեք ընդունում, դուք չեք ցանկանում ձեր բնական իրավունքների համար պայքարեք, սրան նման միամիտի պես գնում եք նրանց հեքիաթներին եք հավատում, դուք ձեր սեփական իրավունքների մասին մտածեք, ոչ թե լսեք, թե Սամվելը ինչ խոսում կտա, 300,000 աշխատատեղ է բացելու, էլ ոնց կլիներ, մի 10 մանեթ էլ ավել փող կստանաք, ինչն է փոխվելու ձեր կյանքում,
Սրանք ծառայության մեջ են, չեք հասկանում, հիմնադիրների շահերին հակասող, իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Սրանք խիչ են, այս Քոչարյան Ռոբերտը, Կարապետյան Սամվելը, Նիկոլա, Սերժա, Ծառուկյանը, Եսիմովը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, այս բոլորը խիչ են խոսում այն ամեն ինչից, ինչից ես եմ խոսում, մեր բոլորի բնական իրավունքներից խիչ են խոսում։ Հիմնադիրներից, պետության հիմնադիրներից խիչ են խոսում։ Մի հատ նստեք մտածեք, էլի խիչ են խոսում։ Ինչ տարբերակ կա, որ չեն խոսում։ Կամ ծառայում են իրենց, կամ էլ տգետ են։ Երևի դուք համոզված եք, որ իրանք կուրսի չեն։ Քոչարյան Ռոբերտը չի ճանաչում հիմնադիրներին, արդեն 4 հոգի, Լևոնը, Սերժը, Նիկոլը եւ Քոչարյանը։ Իրանք շատ լավ արդեն գիտեն, արդեն պաշտոն զբաղեցրել են եւ գիտեն ինչ է։ Կարող է Սամվել Կարապետյանը չգիտի, որ այս պետությունը հիմնադիրներ ունի։ Չգիտի։ Ձեզ խիչի խոսում է այդ մասին, մի հատ ձեզ ասի իմանում եք ժողովուրդ, հիմնադիրները այս մարդիկ են, ես որ գամ, իրանք իրանց ձենը կտրելու են։ Ես գալու եմ ձեզ դարձնեմ բաժնետեր, ազգայնացնելու եմ ամբողջը, Հայաստանում ինչ կա, ինչ հանքեր կա, ազգայնացնելու ու դուք դառնալու եք բաժնետեր։ Խիչ է ասում։ Դա ինքը ով է որ ասի։ Ինքը ով է որ ասի։ Հոգնեցի ժողովուրդ ջան։ Այնքան հասարակ ամեն ինչը։ Այնքան հասարակ է, ու այնքան պարզ է։ Բայց սովորել չեք սիրում։ Չեք սիրում սովորել։ Դա է պատճառը։ Փողի մեռած ազգ ենք։ Ջհուդը գործիք է մտածել 1913 թվականի մի հատ ստանոկ է դրել Ամերիկայում թուղթ է տպագրում ու ձեր ուշքն էլ էթում է այդ թղթերի համար դոլար է կոչվում։ Գիշեր ցերեկ այդ դոլարի համար իրար խաբեք, գցեք, դավաճանեք, այդ ազգն եք։ Իսկ ես խնդրի լուծում եմ առաջարկում։ Խնդրի լուծում։ Դե մի լսեք ինձ, ես ձեզ խաբում եմ։ Գնացեք այս ծրիգաներին լսեք, ստեսություն ձեզ։